Ական 76 Ական մանկական Փոքրիկ Արայիկը իր հորինվածքի շնորհիվ այդ պահին աշխարհի ամենամոտիվացված կարատեիստն էր, իսկ նրա անոմոքը, այսինքն Անահիտ մորաքույրը, համբերատար լսում և հիանում էր: Հա անոմոք, ճիշտ բան, դրանք մի 30 հոգի կլինեին, դանակներով հասան վրես, բայց չվախեցա, որովհետև կիմանուն հագս էր, սաղին մուսուբի դաչի արեցի, օս… Մանկական պատկերացումները և հորինվածքները մեծ տարիքում հաճախ որպես քաղցր հիշողություն այցելում են մեզ: 90-ականներին մանկություն ապրած տարեցներով եկեք մի պահ համեմատենք: Այն օրերին մանկական երևակայական փոքրիկ կայծն անգամ ավելի պայծառ էր, քան այս օրերի բոցերը, որովհետև մենք ազատ երևակայելու հնարավորություն ունեինք: Ինտերնետը մեզ չէր ուղղորդում ինչպես երազենք և ինչ երազենք: Շատ լավ եմ հիշում, 9 տարեկան էի: Հերթական երևակայական կայծից հետո գլխումս մի միտք ծագեց: Որոշեցի երազիս հիման վրա մի հեքիաթ հորինել: Հեքիաթ հորինելու համար նպաստավոր ժամանակներ էին: Փայտահատը կար, մոխրոտը կար, խոր անտառի խորհրդավոր մթությունը կար: Մնում էր մի քիչ երևակայել և հեքիաթը պատրաստ էր: Սկզբում վերջը հորինեցի: Իմ հեքիաթը ևս երջանիկ ավարտ ուներ, որն այսպիսին էր: Վերջում Հայաստանը արևից լևի լույս ա քաշում, պատերազմի տեղը ոչ մի ֆիդայի չի մահանում, հացի տալոնով նաղաշի անվերջանալի լավաշից ենք վերցնում, մեքենաները առանց բենզին են քշվում, աշխարհի բոլոր բակերում ամեն օր հարսանիք ա լինում, իսկ ամենավերջում ամբողջ աշխարհը Հայաստան ա դառնում: Իմ հեքիաթի վերջում ընկնող 3 խնձորներից մեկը կարմիր էր, մյուսը կապույտ, իսկ երրորդը ցորենի գույն: Քանի որ իմ հորինած հեքիաթն էր, բնականաբար հերոսը ես էի: Բրյուս Լիի աշակերտն էի, հեծանիվով զոռոցի կպնելու աշխարհի չեմպիոն էի, բոլոր աղջիկները սիրահարված էին ինձ, երեխաներով էլ ռետուս չէինք հագնում ու բոլորս միշտ ուրախ էինք: Հեքիաթի երջանիկ ավարտը և վերնագիրը ունեի, բայց ոչ մի կերպ սկիզբը չէի կարողանում հորինել: Խնդրանքով պապիս դիմեցի: Պապի, կօգնես հեքիաթի սկիզբը գրենք: Բա դրանից էլ հեշտ բան, ուրեմն լսի: Ժուկով ժամանակով, լինում ա չի լինում, մի հարութիկ թոռնիկ ա լինում, էս հարութիկը մի հատ գրիչ ա ունենում, էդ գրիչով ինչ հեքիաթ գրում ա, իրականանում ա: Ըհը, դե գնա ոնց ուզում ես շարունակի: Այո պապի, տենց էլ կանեմ, մեկ էլ մի հատ բան էլի, եթե հենց հիմա ասեմ սրտովդ ինչ ա անցնում, կթողե՞ս էսօր լրաբերի տեղը իմ ուզածը նայեմ: Հա համաձայն ես: Հա դե ասում եմ, սրտովդ Արուն ա անցնում: Հա բա Արուն ա: Դե նայի, խոսք ես տվել, լրաբերի տեղը նինձա չիրիպաշկեքն ենք նայելու: Ոչ մի նինձա, լուրերն ենք նայելու, իսկ էդ Արունը բոլորի սրտով էլ անցնում ա ու ամեն տեղով էլ անցնում ա, սրտով պտտվում, բարձրանում ա ուղեղ, հետո թոք, ջիգար, հետո լեզու ու դաժե ականջի միջով անցնում: Պապի հոգիի միջով էլ ա անցնում: Չէ, հոգու միջով չի անցնում, բայց ուրիշի արյան պատճառով շատ մարդկանց հոգիները ծանրանում են: Այդ պահին տատս, խոհանոցից լսելով, որ պապս զրույցը տանում է այլ դաշտ, ընդհատեց: Լավ, էդ արյունաբանական դասընթացը վերջացրեք, եկեք ճաշը լցրել եմ, սառեց: Չէ Հարութ, էլ չսկսես, ճաշը առանց սոխ չի կարա լինի: Սոխ առած էնքան եմ վառել, համարյա չի երևում, չես զգալու: Կամ էդ սոխը քեզ ինչ ա արել, չեմ հասկանում, այ Չիպոլինո: Տատ, ինձ ժարիտ կարտոշկա արա, Անքլ Բենսով ուտեմ էլի: Ոչ մի Անքլ Բենս, խիմ տոմատին ու լեչոյին ինչ ա եղել: 1000 ասեցի դրան փող մի տվեք: Այն ամենն ինչ տնական չէր, տատիկների կողմից խիստ քննադատության էր արժանանում: Ուրեմն իմ թխած պեչենին համեմատեցիր էդ պարսկական թրթռիկի հետ: Էս ընտիր վիշնայի կամպոտը թողել, էդ գազերն ես լցնում փորդ: Դրա համար էլ ցամաք ձորի աղվեսի նման դունչդ երկարել ա: Գալինա Բլանկա բուլբուլ: Ուրեմն մինչև հիմա մեր եփած հավով սուպերը բուլբուլ չէին լինում: Իմացի, որ դրանք լավ բան լինեին, էդքան ռեկլամ չէին անի: Գովազդային ինդուստրիան զարգացած չէր ու գովազդի մասին մարդկանց մեծամասնությունը վատ կարծիք ուներ:
Էլ չգիտեին, որ հետագայում ամբողջ մոլորակը գովազդով է ղեկավարվելու, որ լավ գովազդով նաև մարդկային պատիվն են վաճառելու, նոր գաղափարներ են կյանքի կոչելու, որ գովազդային ռիլերի ու սթորիների ժամանակներ են գալու։ Երբեմնի կարծիքը, որ որակյալը չի գովազդվում, սխալ է։ Անորակի կողքին կարելի է որակյալը ևս գովազդել։ Աշխարհով մեկ մեր մշակույթը գովազդենք ու չմտածենք, որ գովազդի կարիք չունենք։ Գովազդը միայն գովք անելը չէ, այլ նաև ներկայացնելը, լսելի ու տեսանելի դարձնելն է։ Տեղեկացնելը ևս գովազդի մի մասն է։ Թույլ չտանք ուրիշները մեզ պատկանող բրենդները վերցնեն ու իրենց համար ռեբրենդինգ անեն։ Պապիկ, կարաս ասես հեքիաթիս անունը Հայաստան աշխարհա, թե չէ։ Հա, ճիշտ է, հենց այտենց, Հայաստան աշխարհ։